Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, շնորհակալություն պարոն Աբրահամյան։ Դուք իրավապահ համակարգի կարելի ասել վետերաններից մեկն եք, հա։ Նախագահը կառավարության նիստում շատ խիստ նկատողություններ արեց, ինչպես ասում են, բռունցքը խփեց սեղանին եւ արտկատի վերաբերյալ խիստ դատողություններ արեց կառավարության հասցեին։ Դա էֆեկտիվ միջոց է այդ երևույթների դեմ պայքարելու թե ոչ։ Գիտեք, երբեմն որոշակի, այսինքն նայած թե ինչ նպատակով ես ձեռքդ սեղանին խփել։ Եթե կոնկրետ կադրային նաև խնդիրներ տեղում հենց լուծվեին մեղավորների պատասխանատուներին հիմնավոր իհարկե ձևով, միգուցե դա կարող էր ինչ-որ դրական ազդեցություն ունենալ, բայց խոսել բաների մասին, որ ամբողջ հանրությունը ոչ մեկ տարի գիտի, դա ավելի ճիշտ ոնց որ հնչեցին այդ կարգի գնահատականներ, ինչ-որ չհաջողված շոուի տպավորություն ավելի շատ թողեց։ Կադրային փոփոխություններ այնուամենայնիվ տեղի ունեցավ, գնումների ծառայության ղեկավարը ազատվեց։ Նա ինչ ասելակավար էր, հա։ Չէ, այդ ոլորտում բավականին կայացած ֆիգուրա էր, դա էլ ահագին բան էր, բայց վերջին հաշվով, եթե այդ կարգի, ես չեմ ուզում ուղղակի մանրամասնեմ, ասենք, ենթադրենք պաշտպանության նախարարության հետ ինչ-որ պատասխանատուի հետ կապված, ինչ-որ բրիկետների բաների հետ կապված, բոլորը չգիտեմ, որ կառավարության ներկայացուցիչը Հնդկաստանում նստում է, այսինքն դա էլ մոնոպոլ ճյուղ է, այսինքն դրանով չի բավարարվում այդ խնդիրը, բոլորը պատերի տակ, դրսում, խորհրդարանի միջանցքներում այդ մասին խոսում են, ուղղակի եթե ինքը միջ այդ չեր իմացել դրա մասին, դա շատ վատ է, շատ վատ, այսինքն պետք է ուրեմն կառույցի ղեկավարների գլուխները թռնեն, որոնք որ պատասխանատու են այդ ամեն ինչը իրեն հասցնել, որտեղ վերջին հաշվով ոչ ուղղակի, բայց երկրի ազգային անվտանգության հետ է այդ բոլորը հաղորդակցվում։ Այնպես որ նախագահի մակարդակով մեկ չէ, 2-3 գլուխ էլ որ թռչեր, երևի նորից եմ ասում, ասենք տվյալ պահի տակ որոշակի էտապում դրական էֆեկտ կլինի, սակայն ընդհանուր խնդիրը լուծելու առումով այդ կարգի միջոցառումները քիչ են։ Այստեղ եւ սովորաբար միշտ ասում են, պետք են համակարգային փոփոխություններ, բնական է, համակարգային փոփոխությունների հետ կապված, եթե այդ բոլոր համակարգային փոփոխությունները հիմնավորված են, ինքնանպատակ չեն, եւ երկրորդը մարդիկ այս համակարգային փոփոխություններ ասելով երբեմն մոռանում են այդ համակարգային փոփոխությունները ուղղորդող սուբյեկտների ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ մակարդակը, կիսագրագետ, պատահական, քաղաքական, ոնց ասեմ, այսպես էս հոսանքներով ճարպիկ մարդիկ են գալիս այդ պաշտոններին զբաղեցնում, որոնք քիչ թե շատ էքստրեմալ պայմաններ ոչ թե երկրի համար, այլ այդ համակարգի համար ի վիճակի չեն լուծելու։ Գիտեք ինչ է համար, ներողություն ես ասեմ, որովհետև ցավոք սրտի վերջի 10 տարվա ընթացքում Հայաստանում որ ոլորտը վերցնես, որ պաշտոնատար անձը վերցնես, ամենագլխավոր չափանիշը, կրիտերիան նրա գնահատելու դա ինչ ես արել ընտրությունների համար, այսինքն ինչքան ընդունակ ես, ինչ աշճանի ընդունակություններ ունես սրիգայություն անելու կամ կեղծելու ընտրությունները, չափանիշը դա է, դրա համար մասնագիտական պրոֆեսիոնալիզմ անցել է երկրորդ, երրորդ, չորրորդ պլան։ Որ ինտելեկտուալների մասին խոսեցիք, ես ուզում եմ մի ինտելեկտուալի մասին հարցնեմ, դուք արդեն ակնարկեցիք Արշալույս Փայտյան, հա։ Այդ տեսեք, այդ մարդը բանակում երկար ժամանակ զբաղվում էր
այն գործունեությամբ, որը ի վերջո ուրեմն պաշտոնապես հաստատվեց։ Հնարավոր չէր նրան, ասենք 10 տարի առաջ գոնե պաշտոնից ազատել։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, ես Փայտյանին լավ եմ ճանաչում, իրոք կարդացած գրագետ, լուրջ կոմպետենտ անձնավորություն էր, երևի այդ թողտվության ընդհանուր մթնոլորտն է նրան նման քայլի դրթել։ Ես ցավոք սրտի այդ 7 թփականքի տակ եմ պահում, թե վերջին հաշվով ինչի համար են նրան պատժել հանել, բայց համենայն դեպս ես նորից եմ ասում, երբեմն այդ տեսեք պետավտոտության գլխավոր վարչության պետին էլ չէ, կալանքի վերցրեցին։ Նա էլ բավականին պրոֆեսիոնալ պատրաստված անձնավորություն էր։ Այդ ընդհանուր թողտվության մթնոլորտը, այսինքն համակարգի նկատմամբ, որտեղ իրանք բոլորի գնահատմամբ, երբ որ դու մենակ գնահատում ես, որ թե դու ինչ ես արել իշխանությունը պահելու համար, ուրիշ չափանիշ չի լինում, նրանք տեսադաշտից դուրս են մնում եւ ինչ ասես, որ հնարավոր չի։ Նրանք այդ համակարգի զոհն են, համակարգն է նրանց դարձրել։ Իհարկե կարելի էր կանխել, իհարկե կարելի էր շուտ ավելի պատժել, որտեղ վերջին հաշվով, ասենք, երևի նաեւ այսպես ասեմ, երևի դանակը ոսկորին է հասել, վերջին հաշվով այդ նախագահն էլ մարդարարած է, այսքան կարելի է ներել այսքան։ Ես մեկ պաշտոնատար անձինք կան, որ նստած մտածում եմ, լավ, էլ ինչ պետք է անի, որ չպատժվի, որովհետև ամեն ինչ արել է, որ իրան պատժեն, պաշտոնանկ անեն, մարզպետ, նախարար, ես իմ իշխանությունների բարձրաստիճան հովանավորությունից օգտվող այդ սրա նրա բարեկամը կամ օլիգարխը, ինչ աստիճանի այլանդակությունների մենք ականատեսենք լինում ու անպատիժ։ Երբ գիտեք, պարոն Աբրամյան, ես ուզում եմ այսպես ասեմ, ցավոք սրտի մի քիչ տեսական մտորում է սա, բայց այս երկրի կառուցման ընդհանուր փիլիսոփայությունը պետք է փոխվի։ Որտեղ կաշառք չեն վերցնում, որտեղ մարդ չեն սպանում, հասկանում եք, երբ որ պատասխանատուն այդ երևույթի դեմ կանխարգելիչ գործողություններ անող անձը, պաշտոնատար անձը, երբ նման մտայնություն ունի, որ իր մխիթարանքն են, որ ուրիշ տեղել են մարդ սպանում, ուրիշ տեղել են կաշառք վերցնում, երբ պատասխանատունը այս փիլիսոփայությամբ տոգորվում, ապա վերջին հաշվով ստեղծվում է ճահիճ, որից խուսափելը շատ դժվար է։ Դուք ի վերջո ակադեմիա ավարտված սպա եք, չէ՞։ Ասացեք, խնդրեմ, ատկատ, չէ՞։ Երևի ատկատը գոյություն ուներ նաև խորհրդային միության ժամանակ եւ հատկապես ուրեմն այս 20 տարիների ընթացքում։ Բացի գլուխներ թռցնելուց, որով ասացիք, ինչ է պետք անել, որ ատկատ չլինի։ Գիտեք, շատ տարողունակ հարց տվեցիք, ասենք, որպեսզի մի բան, օրինակ մի միջոց կամ չգիտեմ, տեղատոմս։ Բոլորի մոտ գիտեք հեն տպավորությունն է լինում, ասենք այդ պետական գնումների կոմիտեն, չէ։ Բոլորի մոտ այն տպավորությունն է գնում, որ ինչքան իշխանությունը ուղղաձիգ վերցնես քո հսկողության տակ, այնքան ուրեմն կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվ կլինի։ Թյուրը բռնում, ինչքան կենտրոնացնում ես, այնքան ավելի շատ այլանդակություններ են, գներն են բարձրանում ընդամենը։ Ես այդ կառույցը կլուծարեի։ Ավելնոր թողա, այս կառավարությունում։ Գիտեք, ես ձեզ նորից եմ ասում, յուրաքանչյուր ղեկավարի նախարար կլինի, մարզպետ կլինի, երկու բանի համար են գնահատական տալիս։ Առաջինը կադրային քաղաքականության համար, երկրորդը վերջին հաշվով տնտեսությունը վարելու ունակության համար, բյուջե հավաքել, բյուջե ծախսել։ Եթե կադրը դու չես ընտրում, այնտեղ չգիտեմ ինչ որ մի հատ անկապ օղակ են սարքել, այդ կադրին պատրաստում են, տալիս են, ասում են, իբր թե վերջին հաշվով այդ բոլորը կեղծ է, չէ։ Կուսակցական պատկանելիությունն առաջինն է, չէ, անկախ դրանից քանի հանձնաժողով։ Հələ մենք դրանց վրա ծախսված գումարները ծախսեք։ Այստեղ նախարարի կամ մարզպետի վերջին հաշվով
Դրա վարքագիծը ավելի պատասխանատվության խնդիրը նրա վրա դնելով վստահիր, բայց պատասխանատվությունն էլ ավելի բարձրացրու եւ այդ ավելորդ օղակները լուծարիր։ Երկրորդն ասեմ, ընդհանրապես կոռուպցիայի կաշառակերության թեման ես հետևում եմ, մերոնք ոնց են պայքարում, եթե մի 5 տարի առաջ ասում էին մենք ոչ ենք ասում կոռուպցիային եւ կաշառակերությանը, այսօրվա տարբերությունը, որ ասում են մենք վճռականորեն ենք ոչ ասում, ընդամենը մի 22 տարեկան բավականին գրագետ անգլերեն խոսող աղջիկ, ես ամբողջ մոնիտորինգ են ասում, ես ինչ են ասում, գրանտը կպցրելա, խնդիրը տարել են։ Գաղափարն են վարքաբեկում, պարոն Աբրահամյան։ Ամեն մի հասարակություն հատկապես ինքը համապատասխան կառույցներ ունի, որոշակի վերլուծությունից հետո երկրի իշխանավորները պետք է նստեն ու մտածեն, ինչ աստիճանի կյանքը այսօրվա ռեալ իրական կյանքը իրանց թույլ տալի այդ կոռուպցիայի դեմ պայքարել։ Կարող է եւ թույլ չտա։ Այո, 30%-ով, 40%-ով, որ լինի քո ունեցած հնարավորություններին։ Դե գիտեք ինչ, հիմա թե չէ, ես մի անգամ հիշում եմ մի համարյա անեկդոտակ տիպ իրավիճակի մեջ ընկա, երբ որ ես ներքին գործերի նախարար էի, կառույցի ղեկավարներից մեկը, պետավտոտեսչության պետը, ոգևորված հաշվետվություններ կարդում կոլեգիայում, ասեց, եւ բայց կաշառակերության դեմ պայքարը թույլ է, բայց մենք վճռականորեն ենք տրամադրված արմատախիլ անել կաշառակերությունը, գայից արմատախիլ անելու, ճիշտն ասած ես էլ հազիվ զսպեցի ինձ, ասացի, ինձ թվում է, որ ձեզ չի հաջողվի, որտեղ դա աբսուրդ է, հասկանում եք, հասարակությունը ինչի է պատրաստ, զարգացած երկրների զարգացածության աստիճանի, ունեցած տնտեսական պոտենցիալի, ինտելեկտուալ մակարդակի, պետական կառավարման համակարգի, այս բոլորի համադրությունից հետո իրանք պետք է որոշեն, ինչ աշճանի պետք է բան անեն, որ համակարգն աշխատի, բայց նաև կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության մեջ դրական ընկալում լինի։ Դե հա վճռականորեն պայքարեք։ Վճռականորեն պայքարեք հասարակական կյանքը ավելի մեծ դպրոցա, քան այդ ինչ որ դուք ասում եք սիրուն անգլերենից թարգմանված։ Բացարձակապես ոչ մեկի ոչ մի վստահություն չկա։ Անկամ երբ երկրի նախագահան դիտողություն է անում վարչապետին, ցավով եմ ասում, ոչ մեկը չի հավատում ինչքան է դա լուրջ, որովհետև նորից եմ ասում, մեր հասարակությունը այդպես արմատախիլ անելու չգիտեմ ես ինչ անելու մակարդակին, եթե դու մանկավարժին այսքան ես տալիս, ես չգիտեմ ինչին այդքան ես տալիս, հնարավոր չի դրանով դու կարողանաս, դու պետք է կարողանաս ամեն տարի նպատակային դնել, ինչ աշճանի պետք է պետական այդ կառույցները եւ իրավական առումով եւ համակարգային փոփոխություններով բերես վերջին հաշվել տա Աստծո կամեցողությամբ մի օր այս երկիրն էլ կարող է մյուսների նման արմատախիլ անել, չգիտեմ ես ինչ անել, դա բացառված բան է, դա մարդու էության մեջ երևի նստած խնդիր է, էլի, բայց կարելի է էֆեկտիվ պայքար կազմակերպել։ Պարոն Աբրահամյան, 2008 թվականին ես եւ հազարավոր կարելի ասել հայաստանցիներ վստահ ենք, որ ինչ որ բան կարող է փոխվել ընտրությունների միջոցով եւ այդ երևույթները, որոնց մասին մենք խոսում ենք, արմատախիլ բնականաբար չեն արվի, բայց շատ բանով կվերանան։ Հիմա նորից ընտրություններ են գալիս 2013 թվականի եւ ոչ ես, ոչ էլ այդ հազարավոր ուրեմն հայաստանցիները չենք կարծում, որ այս ընտրությունների միջոցով ինչպես էլ դրանք ավարտվեն, որևէ բան կփոխվի։ Ինչու է այդպես։ Թե ես եմ այդքան հորետես։ Գիտեք, ես ձեզ ասեմ, չէ։ Ինձ թվաց, թե մենք մեր զրույցը կսկսենք երևի ներկա ասենք քաղաքական իրավիճակի մասին ինչ գնահատական կտակ, ես ասեի պարոն Աբրահամյան, եթե մեկ բառով տխուր, եթե երկու բառով տխուր եւ ճղճին, եթե երեք բառով մոտավորապես այդ կարգի էպիտետները ու ես կարող էի շարունակել, որովհետեւ վերջին հաշվով 2008 թվականին աննախադեպ հայ իրականության մեջ
դեպք պատահեց էտեներ, որ մենք շատ այլանդակություններ ենք տեսել, բայց այդ կարգի երբ որ սեփական իշխանությունը պահելու համար սեփական ժողովրդին պետք է գնդակահարես, այդ ինչ որ արեց Ռոբերտ Քոչարյանը, դա աննկարագրելի բան էր։ Իրենք փաստորեն այդ զոհերի գնով էս իշխանությունը պահեցին։ Ու դրանից հետո ասեմ, միջև անցյալ տարվա մարտի 1-ը երևի ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի կարողացավ քաղաքական լարվածությունը պահել ՀԱԿ-ի իր բոլոր կառույցներով եւ այլն, ցավոք սրտի դրանից հետո գնացող process-ները, ասենք, իմ սրտով չէին եւ շատերի սրտով չէին։ Ու այսպես հիմա քաղաքական ապաթիա է, ՀԱԿ-ը այն առաջվա հզորությունը չունի, ով կարող է նորից մոբիլիզացնել ժողովրդին, հանել ընդհանուր ընտրությունների բաների հետ, բայց ես ասեմ ձեզ, այս վիճակը թվացial վիճակ է, որովհետեւ վերջին հաշվով կամեցող, չկամեցող, ուզող, չուզող բոլորը գիտեն, որ այս երկրում իշխանությունը կարող է փոխվել մենակ նախագահական ընտրություններում։ Չնայած ես էլ ընտրությունների միջոցով չեմ հավատում, որ Հայաստանում երբևիցե ինչ-որ մի բան կարող է փոխվել, բայց բոլոր դեպքերում այն կարգի ֆորս մաժորային իրավիճակներ կարող են լինել, ունենց մարդիկ գալ քաղաքական թաթերաբեմ ու այս շարժումը ղեկավարել, որ ես ուզում եմ ասեմ մի փոքր էլ դիմանանք եւ ես համոզված եմ, որ բավականին ակտիվ քաղաքական process-ներ են գնալու։ Ճիշտ է, այդ միասնական տեխնացու բան այդ բանը գաղափարը իմ համար ընդունելի չի, որովհետեւ դրա վրա ֆիքսվում ենք ու սկսվում է այդ տխուր հայկական ռազմորգաների բանը ժամանակները։ Ուղղակի գաղափար, մարդիկ հոգնել են այս իրավիճակից, մարդիկ եւ արդարություն են ուզում առաջին հերթին, այս քրեոլիգարխիկ համակարգի սանձել են ուզում, հասկանում եք, ուզում են նորմալ երկիր ունենան, նորմալ ապրելու համար։ Ասացեք, խնդրեմ, ինչ process-ներ են տեղի ունեցել անցած տարվա մարտի 1-ից մինչև այսօր, որոնք ձեր սրտովը չեն։ Գիտեք, սովորաբար ապագա նախագահական ընտրություններին գնալուց առաջ ես այսպես ասեմ լուրջ քաղաքական վերլուծաբան չեմ կամ ես իմ պայծառատես, բայց համենայն դեպս այն ժողովրդի հետ իմ շփումները բոլորը գիտեն, որ միշտ կրող տարբերակ կա, հաղթող տարբերակ կա, սև ու սպիտակի տարբերակ կա։ Ես չեմ ասում այդ հարաբերությունները անտագոնիստական լինեն, ոչ հացով, բառապաշարը շատ գրեհիկ ու այլանդակ լինեն, չէ, դրա մասին չի։ Սա ընդդիմություն է, սա իշխանություն է, որովհետև մնացած բոլոր միջանկյալ կառուցողական, չգիտեմ ես իմ այլն տրանք, չգիտեմ ես իմ ինչ դրանք բոլորը ժողովրդի լայն զանգվածների ուշադրությունը շեղելու համար են։ Եվ ինքնաբուխ են ստեղծում, եւ ստեղծում են իշխանությունների կողմից։ Բայց երբ որ եւ սև ու սպիտակի խնդիր կա, մենք գիտենք, այս մեր կարողությունն է, այս մեր ունակությունն է, այս մեր ժողովուրդն է, մենք սրանով գնում ենք այդ պայքարի։ Հասկանում եք, իսկ այնտեղ երբ որ սկսվեց այս երկխոսությունները, ոչինչ չտվող, հետո այս Բարգավաճ Հայաստանի հետ այս ծիրախաղը բանը, ես արդեն այդտեղ, в общем, առանց մանրամասնելու ես մտածեցի, որ բանը ՀԱԿ-ը որոշակի, ոչ թե որոշակի, այլ որոշակի զանգված կորցրեց։ Եվ դրա վերաբերյալ նաև մեր հեռուստադիտողի հարցն է, այժմ ինչպես են ձեր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, Հանրապետություն կուսակցության հարաբերությունները եւ ինչպես է գնահատում Արամ Սարգսյանի քայլը լքել ՀԱԿ-ը։ Ուրեմն Արամ Սարգսյանը մենակ չի լքել ՀԱԿ-ը, ՀԱԿ-ը լքել ենք մենք եկա բավականին երկար դեպատներից ու կռիվներից հետո, այն ասածս թեմաների վերաբերյալ, որտեղ վերջին հաշվով մենք կուսակցական շինությամբ համարյա չենք զբաղվում։ ՀԱԿ-ի բոլոր շարքային անդամները են, որ հարթակի վրա չեն ներքևում կանգնած են։ Նրանք իմ չասեմ մարտական, բայց իմ
ընկերներն են, իմ հարազատներն են, իմ մերձավորներն են, որոնց հետ ես բավականին երկար ճանապարհ եմ անցել։ Ես բոլորին ողջունում եմ, բոլորին շատ հարգում ու սիրում եմ, որովհետև մենք նրանցով ինչ որ մի բան էս երկրում պետք է փոխենք։ Խնդիր չունեմ նաև հարթակի վրա կանգնած մարդկանց հետ, չնայած ես ձեզ ասեմ, չեմ էլ ուզում այդ հարցին անդրադառնամ, բայց Լևոն Զուրաբյանը եւ կուսակցության հասցեին եւ նրա ղեկավար Արամ Սարգսյանի հասցեին իրենց ոչ կոռեկտ պահեց, հիշում եք, ասեց, որ մենք բյուրեղանում ենք։ Լևոն Զուրաբյանը թող բյուրեղանա, թող գոհարանա, թող շողեր արձակի, բայց մեր ու իր անցած ճանապարհը երբեք էլ հատկապես Արամի նկատմամբ, անձնավորության նկատմամբ իր այդ գնահատականները իմ համար ընդունելի չեն, չէր կարելի այդպես։ Բայց նա դուրս եկավ նոր այդպիսի գնահատական հնչեց, չէ՞։ Դե վերջին հաշվով իսկ ինչ կա, որ մենք զուգահեռ գնանք, բայց ինչ խնդիր կա։ Վաղը միսօր նոր մարտահրավերների դեպքում ինչ է, բոլորն էլ մեր ընկերներն են միասին շփվել ենք, բացարձակապես ես խնդիր չունեմ անգամ որ գնամ հայազգային կոնգրես, այդ ինչ խնդիր է, իրանք թող գան, ես նման բաներ ես բան չեմ անում, մենք կարող ենք միասին ընթանու նորից ճանապարհ անցնենք, բայց մենք սա ենք ընտրել եւ վերջին հաշվով եթե հանրապետության նախագահան առաջի ասում է տեսնենք ով ճիշտ կլինի, վերջին հաշվով այս կարգի գնահատականով մնացածները ու գիտեք էլ մարդիկ էին նման կարգի էպիտետներ տալի, որոնք որ Լևոն Տեր-Պետրոսյանից ընդամենը մեկ քայլ հեռու կանգնեն, տասնամյա մոռացության փոշին նրանց վրա միանգամից կնստի։ Նրանք բոլորն էլ մեր ընկերներն են, մենք ընդհանուր ճանապարհ ունենք։ Մենք մեր ուղիով ենք գնում, նրանք իրանց ուղիով։ Վերջին հաշվով քաղաքական process-ներն մենք կտեսնենք ինչի կլինի։ Վերջին հաշվով մենք ընդդիմադիր դաշտենք ու շատ արմատական, ոչ կառուցողական ու դա աստված որ մենք բոլորիս նպատակները մեկը լինի, ապագա նախագահական ընտրությունների։ Ես այնուամենայնիվ ճիշտ եմ։ Ձեր հակասությունները ՀԱԿ-ի հետ պայմանավորված են բացառապես Բարգավաճ Հայաստանի հետ ՀԱԿ-ի հարաբերություններով։ Փաստորեն առաջի տարաձայնությունները Արամ Սարգսյանի քաղխորհրդում ունեցած ՀԱԿ-ի այդ շտաբում ունեցած այդտեղից սկսվեց, եթե չեմ սխալվում, անցյալ տարի հոկտեմբերի, նոյեմբերից, աշնանից, այդտեղից սկսվեց։ Իսկ հետո ուրիշ բաներ էլ կա ըստ ձեզ, ասենք։ Գիտեք, խոսքը գաղափարների ոչ թե անձերի մասին։ Ես ձեզ ասեմ, արևմտամետ, ռուսամետ, չգիտեմ ես ինչ, այդ մոտեցումներն ինձ համար ընդունելի չեն։ Ես իմ ամբողջ էությամբ ռուսամետ եմ, որովհետև իմ ինտելեկտս, իմ որպես անձ ձևավորվել է Պուշկինով, Մայակովսկով, Տոլստոյով, եւ ես ռուսական բանով, բայց ինձ համար ես հիմա ռուսամետ եմ, թե ռուսամետ չեմ, բայց ինձ համար անընդունելի էր հայ-ռուսական հարաբերությունները բազաների վերաբերյալ 50 տարով երկարացնելը։ Հիմա ես ռուսամետ եմ, թե ռուսամետ չեմ։ Ես չգիտեմ։ Ես իմ երկրի շահն եմ պահում, ընդգծված շահը։ Դրա համար այդ մեզ էս դաշտ տանելը, մյուսին էս դաշտ տանելը ինձ համար անընդունելի են ու ես լուրջ էլ դա չեմ ընդունում, անկեղծ ասած։ Դրա սահմանը չկա։ Պարոն Աբրահամյան, ցավոք սրտի մեր ժամանակը սպառեց, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ գեներալ Սուրեն Աբրահամյանը, շնորհակալություն, նորից կհանդիպենք։